Բարցես մայիսի 23-ի նորություններին անդրադառնում հորիզոն լրատվականը։ Հայաստանի քննչական կոմիտեի շենքից խոշոր չափերի գումար են հափշտակել։ Լուրը հաստատել է հակակոռուպցիոն կոմիտեն, նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել է 1 անձ։ Քննչական կոմիտեի տնտեսական հանձնագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող $590,000։ Չհրկիզվող պարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում, իսկ գողություն կատարած անձը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինեա Գարպոնելին և Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը քննարկել են Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունները, Եվրամիության աջակցությունը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։ Ավելի վաղ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանը շատ մոտ են համաձայնության և որ Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտապույտ ստորագրմանը։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի 3 տարածած տեղեկատվության համաձայն Անկարան հույս է հայտնել, որ անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման համար, որն օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր կողմերին։ Նման մակարդակով Անկարան առաջին անգամ է հրապարակային հայտարարություն անում խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Հիշեցնենք, Երևանը և Բաքուն մարտի կեսին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն պայմաններ առաջ քաշում Հայաստանի սահմանադրության ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցով։ Բացի դրանից Բաքուն անընդհատ օգտագործում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան խոսույթը։ Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ, այս մասին ասել երկրի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։ Նա մասնավորապես ասել է, թե Վրաստանը այդ հակամարտության դադարեցման շահագրգիռ կողմերից մեկն է։ Խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանում և հնարավորություններ են բացում բոլոր 3 երկրների համար, ասել է Կավելաշվիլին։ Հիշեցնենք, որ Վրաստանը բազմիցս է հանդես եկել հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու նախաձեռնությամբ։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը մասամբ ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը։ Նախատեսվում է մինչև տարեվերջ շահագործման հանձնել Երևան-Գյումրի հատվածը։ Հայաստանի հյուսիսային Բավրայի սահմանային անցակետից մինչև հարավային Մեղրիի անցակետ ձգվող հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը երկրի ռազմավարական նշանակության ամենամեծ ենթակառուցվածքային նախագծերից է։ Ճանապարհը կառուցվում է միջազգային ստանդարտներին համապատասխան։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի կողմից, ինչն էլ մասամբ ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը։ Ծրագրի իրականացման նպատակով բանկի հետ ստորագրվել են 3 վարկային պայմանագրեր։ Ինչպես նշեց Նարեկ Զուլալյանը, առաջին պայմանագրի շրջանակներում նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են։ Այս պայն գտնվում ենք 51-րդ կիլոմետրում, այս պայմանագրի աշխատանքները մեկնարկում են Գյումրիի կողմից 71-րդ պիկետից։ Ինչպես նկատեցիք, ճանապարհահատվածը անցանք, պատվածքի հետ կապված աշխատանքները մինչև այս հատված ամբողջությամբ ավարտված են, երաշերտ ասֆալտապատումը, այս պայն իրականացվում էին անվտանգության տարրերի տեղադրման, կողմնակների և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները։ Նախատեսվում է կառուցել նաև ճանապարհային հանգույցներ, որոնք համայնքները կապելու են հիմնական մայրուղուն։ Հանգույցների կառուցումը դեռ նախագծման փուլում համապատասխանեցվել է համայնքների հետ։ Այս պայն գտնվում ենք մենք Արուճի հանգույցում։ Հանգույցը կառուցված է մի քանի գյուղ հիմնական ճանապարհին կապելու համար, ձախ կողմից Արուճ գյուղն է եւ աջից Կաքավաձոր եւ Ագարակավան գյուղերն են։ 34 կիլոմետր հատվածի վրա ընդհանուր առմամբ ունենք նմանատիպ 9 հանգույց, որոնք նախապես համաձայնեցված են նախագծման փուլում համայնքների հետ եւ կառուցված են համայնքները հիմնական ճանապարհին անվտանգ կապելու համար։ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածում ըստ Զուլալյանի կառուցվել է առաջին տեխնիկական կարգի մայրուղի, յուրաքանչյուր ուղղությամբ 2 երթևեկելի գոտիով։ Ագարակը շրջանցող 8 կիլոմետրանոց հատվածում էլ արդեն իրականացվում են ավարտական աշխատանքներ։ Նախատեսում ենք շինարարական աշխատանքներն ամբողջությամբ այս հատվածում ավարտել 2025 թվականի տարեվերջին եւ ճանապարհահատվածը երկկողմանի բացել երթևեկության համար։ Շինարարական աշխատանքների պայմանագրի արժեքը կազմում է 76 միլիոն ԱՄՆ դոլար 34 կիլոմետր հատվածի համար։ 560 կիլոմետր երկարությամբ ճանապարհի շինարարության ավարտից հետո Մեղրիից մինչև Բավրա տանող ճանապարհի ընդհանուր երկարությունը կկրճատվի մոտ 90 կիլոմետրով։ Ինչ վերաբերում է շինարարական աշխատանքների
ձգձգմանը ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրենի տեղակալը նշեց, որ նախագծված հատվածներից մեկում հայտնաբերվել է պատմական արժեք ներկայացնող կառույց, ինչը հանգեցրել է ժամանակավոր դադարեցման եւ վերանախագծման անհրաժեշտության։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Գյումրի ավագանին այսօր արտահերտ նիստ է գումարել արտահերտության կարգով քննարկված հարցերը վերաբերել են համայնքային կառավարմանը, զարգացման ծրագրերին, ենթակառուցվածքների նորոգումներին։ Քննարկվել է Գյումրիի մասնակցային բյուջետավորման գործընթաց, ինչպես նաև սուբվենցիոն 2 հայտերը ուղղված քաղաքի երկրորդային 18 փողոցների հիմնանորոգմանը եւ համայնքի կարիքների համար անհրաժեշտ տեխնիկայի ու գույքի ձեռբերմանը։ Նիստում անդրադարձ է կատարվել Ճերմակ հիվանդանոցի տնօրինման խնդրին, որի վաճառքի կամ այլ նշանակության օգտագործման վերաբերյալ մի քանի առաջարկներ երբևէ եղել են, բայց որևէ մեկին ընթացք չի տրվել։ Քաղաքապետն առաջարկել է հիմնանորոգել շենքը ու դարձյալ օգտագործել որպես հիվանդանոց։ Առաջարկ է հնչել շենքը վաճառել եւ ստացված գումարն ուղղել համայնքի այլ ծրագրերի ֆինանսավորմանը։ Աջուշտով օտարման ներկայացվի մեր համայնքի սեփականություն հանդիսացող Ճերմակ հիվանդանոց կոչվող պատմամշակութային շինությունը։ Առաջարկում ենք, որպեսզի նրա այդ գործողությունը ուժեղ ճանաչենք, որպեսզի մենք կարողանանք այն օգտագործել մեր համայնքային կարիքների համար։ Խնդրում ենք հրաժարվել։ Սիպտակ հիվանդանոցի մասին է խոսքը, ուղղակի կարճ կոնկրետացենք օգնենք։ Մենք պետք է անպայման Սիպտակ հիվանդանոցը դարձնենք հիվանդանոց։ Հիմա նախկինում դրված էր, որ Սիպտակ հիվանդանոցը պետք է վաճառվի։ Մենք գտնում ենք, որ քաղաքը ունի մեկ հիվանդանոց, որը շատ քիչ է քաղաքի համար։ Դրա համար կան կազմակերպություններ, հնարավորություն կա, որ քաղաքում ունենանք մի քանի հիվանդանոց, ոչ թե մեկի վրա կազմենք։ Դրա համար այդ հին պատմական հիվանդանոցը վերականգնելու ենք եւ դարձնելու ենք հիվանդանոց։ Ավելի ճիշտ չլինի վաճառվի այդ գումարը համայնքի բյուջեին ծառայի, կամ թե չգիտենք ում է բարձր տրվելու, ինչքան ներդրում է կատարվելու, քանի տարի կարող եք սպասել, որ այդ ներդրումը կա, թե արդեն թիմել են ձեզ, հստակ մարդ կա, ունի ծրագիր, ներդրումի իր բյուջեի քանակ, հասկանանք, եթե ավելի մեր համայնքի շահերից բխում է, որ հիվանդանոցը վարձակալությամբ տարածքը տրամադրենք, թե վաճառենք եւ մենք նշենք պարտադիր պայմանագրում, որ ծառայելու է բացառապես որպես կլինիկա, հիվանդանոց ու բժշկական ծառայություններին է տրամադրվելու։ Չկա այդպեսի նախ մեկը, որ հիմա գասի ես ուզում եմ քամ գնել, ամեն դարձնել հիվանդանոց։ Երկրորդն էլ հարցը նրանում է, որ ասենք քաղաքապետարանը դառնալու է սեփականատեր, փայ բաժինից, շահույթներից, անպայման պայմանավորվածություն ենք ձեռք բերելու, որ նայած ինչ սկզբում ով ինչքան ներդրում կանեն տվյալ կազմակերպությունները, թե ինչքան իրանք ներդրում կանեն, ինչ է իրանից ներկայացնում հիվանդանոցի արժեքը, եւ քաղաքապետարանն է դառնալու 50 կամ 60 կամ 40% սեփականատեր։ Դա շատ լուրջ բան է, ծրագիր կա։ Հիմա իսկ եթե կա մարդիկ, որոնք ասենք իրենք ստանձնում են այդ պարտականությունը, որ հիվանդանոցը կդարձնեն հիվանդանոց ու իսկան ներդրումներ կանեն, այսքան ժամկետի բան, եթե կան այդպիսի մարդիկ, խնդրում եմ ասեք, թող կան ինձ հետ քննարկենք, մենք նստենք հասկանանք բոլորս միասին։ Այսօր Հանրապետության դպրոցներում հնչել է վերջին զանգը, վերջին դաս միջոցառումները կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հանձնարարականով մշակութային բովանդակության են։ Իրենց նշանակությամբ տոնական ու հանդիսավոր միջոցառումների կազմակերպմամբ 12-րդ դասարանցիներին չեն զիջում հիմնական դպրոցն ավարտող 9-րդցիները։ Դպրոցները փորձել են վերջին զանգ մշակութային բաղադրիչով համեմատաբար համեստ ծախսերով անել, դրանցում շեշտադրելով, ընդգծելով հայկական մշակութային արժեքները պահպանելու, ազգային ժառանգությունը ներկայացնելու թեմաները։ Վերջին զանգն ու վերջին դասը բոլորի համար սկիզբն է դառնում կյանքի նոր փուլի մեկնարկի ու դժվարությունների հաղթահարման։ Հենց դրանով է այն ամենահիշվողն ու լուսավորը, եւ ամեն տարի այն դառնում է մի օր, որի համար ոչինչ չի խնայվում։ Միջոցառումների կազմակերպումից մինչև դահլիճների ձևավորում, արտաքին տեսք, ծաղիկներ ու ելի ուրիշ ծախսեր։ Այս ուսումնական տարվա ավարտը մի քիչ ուրիշ է ստացվել։ Ի վերջո ծնողները, աշակերտները եւ դպրոցը հորդորն ու հանձնարարականը սիրով են ընդունել։ Վերջին զանգը մշակութային մոտիվների ու բովանդակության են հասցրել, ներառելով ազգային ու համամարտկայինը շեշտող տարրեր։
հիմնական դպրոցից անցումը ավագի շատերի համար հեշտ չէ, համատասարանցիների բաժանումն է անսովոր։ Փոխարենը ամեն մեկն իր հետ ավագ դպրոց կամ այլ հաստատություն է տանելու հարազատ կրթօջախից ստացած գիտելիքները ուսուցիչների նվիրումը։ Անկեղծ ասած գիտեի թե կհուզվեմ, բայց ես շատ ուրախ եմ, որ ճիշտ ասեմ։ Ես վերուսուցիչներին շատ եմ սիրում, բոլորին շատ եմ սիրում ու իհարկե կուզենայի այս դպրոցում ինձ ուսումը շարունակել, բայց 9-ամյա դպրոց է, ամենայն դեպս ավագ դպրոցում ես նրանց տված ուսումը երբեք չեմ մոռանա։ Գյումրիի թիվ 40 հիմնական դպրոցում վերջին զանգի մշակութային բաղադրիչը հայրենիքը սիրելու, նրան անմնացորդ նվիրվելու եւ երկիրը չլքելու ուղերձն ուներ։ Հիմնական մեր թեման էր հայրենասիրությունը, մեր Գյումրին, կարոտը, որը զգում են Հայաստանից գնացած մարդիկ եւ միշտ տենչում են վերադառնալ հայրենիք։ Հայրենի երկրում ապրել, հարազատ քաղաքն ու գյուղը շենացնել, ինչպես նաև դպրոցական տարիների ընկերությունն ամուր պահել, պատգամեց Շիրակի մարզպետը, ով իր օրինակով է դա հաստատում։ Ամեն տարի թիվ 40 դպրոցի վերջին զանգի միջոցառմանը ներկա գտնվելու ցանկությունը հենց ամուր ընկերությունը պահելու արդյունքում է։ Դպրոցի տնօրենի եւ իր ընկերությունը մանկության տարիներից է մնում անխախտ։ Մեր ժամանակն էլ մեզ է սպասում, և մենք պետք է վազենք, որ հասնենք։ Մենք անպայման կհասնենք մեր ավագային, անպայման կհասնենք այն լուսավոր կետին, որի մասին երազում ենք։ Շնորհավոր վերջին զանգ։ Վերջին զանգի մշակութային սցենարի հեղինակները ֆոտոն վարժարանի 7 դասարանների 145 շրջանավարտներն են, որտեղ չէին անտեսել նաև կրթական բաղադրիչը։ Ընդհանուր միջոցառման թեման ֆոտոններն էին ֆիզիկայի հետ կապված, որը հենց մեր դպրոցի անունն է։ Որոշեցինք այդ կողմով գնալ ու ֆիզիկան, մաթեմատիկան ընդհանուր ներկայացնել բեմից։ Երեխաները դասղեկների հետ իրենց սեփական ուժերով, իրենց երգով, պարով, ասմունքով, դերասանական խաղով ներկայացնում են իրենց ավարտական միջոցառումը եւ շատ մեծ ոգևորությամբ, ուրախությամբ, ճաշակով, առանց այլևայլությունների։ Երեխաներով հավաքվել ենք ինչ-որ ժամերի, նստել սցենար ենք գրել, օրեր ենք որոշել, նկարահանել ենք ամեն ինչ մեր ուժերով։ Ու ինձ թվում է դա նույնիսկ ավելի լավ է ու ավելի լավ, ոնց ասեմ, առանձին հաճույք է, որ դու քո ուժերով պատրաստում ես ինչ-որ բան, ներկայացնում ես ու կոവിഡ് ասած ցույց ես տալիս ընդհանուր աշխատանքը, հենց դպրոցից ինչ-որ սովորել ես, հա, այնտեղ գրականությունը նույն հայոց լեզուն։ Ավարտվող ուսումնական տարում Շիրակի մարզում 12-րդ դասարանն ավարտում է 1804 աշակերտ, իսկ 3017-ը հիմնականից փոխադրվում է ավագ դպրոց, վարժարան կամ միջին մասնագիտական կրթական հաստատություններ։ Ցանկանում եմ իրենց հաջողություններ, լավ ուսում, կարողանան այն ժամանակահատվածը, որը մարդուն տրված է սովորելու համար լիարժեք օգտագործել։ Մարզի գյուղական բնակավայրերի 7 դպրոցներ չունեն շրջանավարտներ, նույնքան դպրոց էլ ունի մեկական շրջանավարտ։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ մենահամերգով է հանդես եկել Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ուսանող ազգությամբ հայ դաշնակահար Անահիտ Ստելմաշովան։ 19-ամյա երաժշտի ցանկությունն եղել համերգ ունենալ Գյումրիում, միջազգային բեմերում ելույթներ ունեցած բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած երիտասարդ դաշնակահարու մենահամերգին հնչել է Մոցարտ։ Սիմֆոնիկի և վիրտուոզ դաշնամուրային մեկնաբանության համադրությամբ առաջին անգամ Գյումրիում հնչում էր Մոցարտ։ Գլուխ գործոց համարվող ամենաբարդ կոնցերտներից երկուսը վարպետությամբ և անսխալ գեղագիտությամբ հանդիսականին մատուցելու մեծ պատասխանատվություն է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ջավախահայ 19-ամյա տաղանդաշատ դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովայինն էին։ Սիմֆոնիկ երաժշտության հետ դաշնամուրայինի միաձուլումը հայազգի դաշնակահարուհու ներշնչող էներգետիկան էր փոխանցում դահլիճին։
Ամեն մի կատարում սկսած առաջին ակորդից արտացոլում էր 18-րդ դարի դասական արվեստի մաքրությունն ու վեհությունը։ Անահիտ Ստելմաշովայի առաջին մենահամերգն էր Հայաստանում նվագախմբի ուղեկցությամբ։ Այս մի համերգը իմ գլխավոր համերգն է, սոլո համերգն է։ Ես մտածում եմ, որ հիմա մեր դարում դասական երաժշտությունը այդքան պոպուլար չի, հա, ավելի շատ փոքրերը լսում են ուրիշ ստեղծագործություններ եւ ուրիշ երգեր, բայց ես հույսով եմ, որ ես կլինեմ մեկը, ով որ կլինի փոքրերի համար մեկ դաշնակարներից, որը որ կկարողանա տալ այդ սերը դասական երաժշտությունին։ Միջազգային համագործակցությունը իհարկե դա նաև տալիս է հնարավորություն այլ բեմեր նվաճած երաժիշտների նաև մեկ անգամ փորձել իրենց ուժերը Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Առաջարկ ստանալուց հետո անմիջապես իհարկե համաձայնեցինք, որովհետև Մոցարտը մեզ էլ է պետք, Գյումրիին էլ է պետք, մեր հանդիսատեսին էլ է պետք, դասականի նշածողը պահելը շատ բարձր։ Մեր քաղաքում դա մեր սկզբունքն է։ Անահիտ Ստելմաշովան դասական երաժշտության նոր սերնդի այն տաղանդներից է, որի կատարումները գրավել են մեծ լսարաններ։ Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ուսանողուհին մաեստրո Նինո Կատամաձեի դաշնամուրային դասարանում է սովորում։ Սերված լինելով երաժիշտների ընտանիքից վաղ տարիքում է ձևավորել կատարողական ոճը։ 19-ամյա երաժիշտը մի շարք միջազգային մրցանակներ է վաստակել։ Նրա համերգային շրջագայությունները հասել են Ռուսաստան, Միացյալ Նահանգներ ու Եվրոպայի բազմաթիվ քաղաքներ, իսկ ամենաջերմ համագործակցությունը ունի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Դասական արվեստ հանրահարչակելու բարձր պատասխանատվություն եւ առաքելություն է նա կրում։ Ես մտածում եմ, որ ինքը երևի թե ուզում է տենց երաժիշտ լինել, որ ինքը տարբերվի մյուսներից, երևի ինքը աշխատում է իր վրա։ Երբ իմացա, որ ինքը ջավախքից է, ախալքալագից, հասկացա, որ գործ ունենք բացառիկ երևույթի հետ, որովհետև գեները շատ բան կարող են ասել եւ իրենց գործը արել էին։ Իհարկե մի բան է, երբ կա բնատուր տաղանդ, բայց այլ բան է, երբ այդ տաղանդը ճիշտ ձեռքերում է, ճիշտ զարգանում է։ Դասական արվեստը, մասնավորապես Մոցարտի հանճարեղ մեղեդայնությունը հայ երաժշտասերին հոգեհարազատ ներկացնելը մեծ փորձառություն էր ինչպես սիմֆոնիկ նվագախմբի, այնպես էլ դաշնակահարուհու համար։ Այն ոչ միայն գեղեցիկ համերգային փորձ էր, նաև մշակութային ամուր շփում, որի շարունակությունը չի ուշանում։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոնի համար։ Այսքան է ժամի լրահոսում, ես դες հրաժեշտ չեմ տալիս քիչ անց տեսանկյունն է ուղիղ եթերում, տեսանկյան հյուրն է Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։